Գիրք ծննդոց, գլուխ 37, Հովսեփի երազը։ Եվ Հակոբը բնակվում էր այն երկրում, որտեղ իր հայրը պանդուխտ էր, Քանանի երկրում։ Սրանք են Հակոբի ծնունդները։ Հովսեփը 17 տարեկան էր, իր եղբայրների հետ հոտերն էր արածեցնում, եւ պատանին իր հոր կանանց Բաղայի որդիների եւ Զեղբայի որդիների հետ էր, եւ Հովսեփը նրանցից վատ լուրերը բերում էր հորը։ Արտիսրայելն իր բոլոր որդիներից ամենաշատը Հովսեփին էր սիրում, որովհետև նա իր ծերության որդին էր, եւ բազմագույն պատմուճան շինեց նրա համար։ Եվ երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան իր բոլոր եղբայրներից ավելի է սիրում, ատեցին նրան եւ չէին կարողանում խաղաղությամբ խոսել նրա հետ։ Հովսեփը մի երազ տեսավ եւ իր եղբայրներին պատմեց եւ նրանք ավելի ատեցին նրան։ Եվ ասաց նրանց. «Խնդրում եմ, ականջ դրեք իմ այս երազին։ Ահա մենք դաշտում խրձեր էինք կապում, եւ ահա իմ խուրձը վեր կացավ, ուղիղ կանգնեց, եւ ահա ձեր խրձերը նրա շուրջը կանգնեցին ու իմ խրձին երկրպագեցին»։ Եվ նրա եղբայրներն ասացին նրան. «Իսկապես էլ թագավորելու ես մեզ վրա, եւ իսկապես իշխելու ես մեզ վրա», եւ նրա երազների ու խոսքերի համար ավելի ատեցին նրան։ Եվ մի ուրիշ երազ էլ տեսավ ու իր եղբայրներին պատմեց այն ու ասաց. «Ահա մի երազ էլ տեսա, եւ ահա Արեգակը, Լուսինը եւ 11 աստղեր ինձ երկրպագում էին»։ Եվ իր հորն ու եղբայրներին պատմեց, եւ հայրը հանդիմանեց նրան. «Այս ինչ երազ է, որ տեսել ես։ Միթե ես եւ քո մայրը եւ քո եղբայրները իսկապես գալու ենք, որ մինչեւ գետին քո առաջ խոնարհվենք»։ Եվ եղբայրները նախանձեցին նրան, բայց հայրը մտքում պահեց այս խոսքը։ Եվ նրա եղբայրները գնացին իրենց հոր հոտերը Սյուքեմում արածեցնելու։ Եվ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա քո եղբայրները Սյուքեմում արածեցնում են։ Եկ քեզ նրանց մոտ ուղարկեմ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ Եվ ասաց նրան. «Գնա տես քո եղբայրները առողջ են, եւ հոտերը ողջ են, եւ ինձ լուր բեր»։ Եվ նրան ուղարկեց Քեբրոնի հովտից, նա էլ Սյուքեմ եկավ։ Եվ մի մարդ գտավ նրան, երբ դաշտում թափառում էր։ Այն մարդը նրան հարցրեց. «Ինչ ես շրջում»։ Եվ նա ասաց. «Իմ եղբայրներին եմ փնտրում, խնդրեմ ասա ինձ, նրանք որտեղ են արածեցնում»։ Եվ այն մարդն ասաց. «Այստեղից քոչեցին, որովհետև լսեցի, որ ասում էին. գնանք Դոթայիմ»։ Հովսեփն իր եղբայրների հետևից գնաց եւ նրանց Դոթայիմում գտավ։ Երբ նրան հեռվից տեսան մինչև նրան մոտենալը, դավ նյութեցին նրան սպանելու։ Եվ իրար ասացին. «Ահա գալիս է այն երազ տեսնողը, եւ հիմա եկեք սպանենք նրան եւ փոսերից մեկի մեջ գցենք եւ ասենք, թե մի չար գազան կերել է նրան, եւ տեսնենք, թե նրա երազներն ինչ կլինեն»։ Ռուբենը լսեց եւ նրանց ձեռքից ազատեց նրան, ասելով. «Չսպանենք նրան»։ Եվ Ռուբենն ասաց նրանց. «Արյուն մի թափեք, նրան գցեցեք այս գուբը, որ անապատում է, եւ նրան ձեռք մի տվեք, որպեսզի նրան ազատեր նրանց ձեռքից, որ իր հորը վերադարձներ»։ Եվ եղավ, հենց որ Հովսեփն իր եղբայրների մոտ եկավ, մերկացրին Հովսեփին իր պատմուճանից, այսինքն նրա վրայի բազմագույն պատմուճանից, եւ առան նրան ու հորը գցեցին։ Հորը դատարկ էր, մեջը ջուր չկար։ Ապա նստեցին հաց ուտելու, եւ իրենց աչքերը բարձրացրին եւ տեսան, որ իսմայելացիների մի քարավան է գալիս Գաղաադից, եւ իրենց ուղտերը համեմունքով, բալասանով եւ զմուրսով բեռնած գնում էին, որ տանեն ցած Եգիպտոս։ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ինչ օգուտ, եթե մեր եղբորը սպանենք եւ նրա արյունը ծածկենք։ Եկեք իսմայելացիներին ծախենք նրան, եւ մեր ձեռքը նրան չի դիպչի, որովհետեւ նա մեր եղբայրը մեր մարմինն է»։ Եվ նրա եղբայրները նրան լսեցին։ Եվ մադիանացի վաճառականները անցնում էին եւ Հովսեփին գուբից քաշեցին, դուրս հանեցին եւ իսմայելացիներին ծախեցին Հովսեփին 20 արծաթով։ Նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։ Եվ Ռուբենը վերադարձավ գուբի մոտ, եւ ահա Հովսեփը գուբի մեջ չէր, եւ պատառոտեց իր հանդերձանքը։ Վերադարձավ իր եղբայրների մոտ ու ասաց. «Տղան չկա։ Ես ուր գնամ»։ Եվ վերցրեցին Հովսեփի պատմուճանը, այծերից մի նոխազ մորթեցին ու պատմուճանը թաթախեցին արյան մեջ, եւ ուղարկեցին բազմագույն պատմուճանը, բերին իրենց հոր մոտ ու ասացին. «Սա գտել ենք, հիմա ճանաչիր, թե արդյոք սա քո որդու պատմուճանն է»։ Եվ նա ճանաչեց այն ու ասաց. «Իմ որդու պատմուճանն է, մի չար գազան կերել է նրան»։ Հովսեփն անպատճառ գիշատվել է։ Եվ Հակոբը պատռեց իր հագուստը եւ քուրձ հագավ իր մեջքի վրա եւ իր որդու համար շատ օրեր սուգ արեց։ Եվ նրա բոլոր որդիներն ու նրա բոլոր աղջիկները վեր կացան նրան մխիթարելու, բայց նա մերժում էր մխիթարությունը եւ ասաց. «Ես սգալով կիջնեմ գերեզման, իմ որդու մոտ»։ Եվ նրա հայրը լացեց նրա համար։ Իսկ մադիանացիները նրան Եգիպտոսում ծախեցին փարավոնի ներքինի Պետափրես դահճապետին։